Մարդիկ խուսափում են արդարությունից, որ իրենց վրա գործե, դա միայն երկրի վրա է, դա վերջը այդպես չի լինելու։ Մինչև վերջ չեն կարող խուսափել, որ այս մարմինից դուրս գան, իրենք Թադաստանի առջև պիտի գայնեն անշուշտ, այդ բոլոր արածներուն համար։ Բայց այս երկրի վրա գործում է արծաթասիրությունը, բոլոր հասարակության գործանման նույնպես։ Եվ տեսնում եք բոլոր պատերազմներու արմատը արծաթասիրությունն է, որովհետև արծաթը մարդուն տալիս է իշխանություն, եւ մարդու ամենամեծ կոմպլեքսը իշխանություն է, մարդը ուզում է իշխանություն, մարդը ելնում է մյուս երկրին վրա, թույլ երկրին վրա, այդ երկրի բոլոր ունեցածները ինքը իր ցերկն է առնում, ավար է վերցնում, պատերազմն էին անում, ինչի համար, ասում են երթանք այդ մարդկանց սպանենք եւ այդ բոլոր ավարը վերցնենք մեզ համար, արծաթասիրություն, եւ տեսնում եք, որ այսօր նույնպես քրիստոնյա աշխարհի մեջ Աստծո խոսքը ընկնում է ներքև, արծաթը բարձրանում է վերև։ Մարդը զիջում է, այսօր քրիստոնյան զիջում է Աստծո խոսքը, որովհետեւ ինքը կարենա արծաթը ունենալ։ Բայց տեսնում եք, որ մարդիկ իրենք նույնպես կաշառվում են։ Տեսնում եք, որ մարդը ինքը հավատքի մեջ է, բայց երբ որ փողը արջևը դրվում է, ինքը այլևս չի կարողանում կոնտրոլ անել։ Ինքը Աստծո խոսքը ծրում է, անարդարություն է գործում։ Ինքը կարելի է որ աշխատում է բանկայում, աշխատում է ոստիկանության մեջ։ Երբ որ գաշարքը գալիս է, մի քիչ ավելի մեծ է գաշարք գալիս, ինքը չի կարողանում դրա ոչ ասել եւ Աստծո խոսքը իջնում է ներքև։ Եվ հազարավոր օրինակներ այսօր նորից տեսնում ենք, որ գարանք բերել արծաթասերության վրայով, ինչ որ դանում է մարդուն չարության։ Բոլոր խնդիրները տեսնում ենք, որ արծաթասերության վրա է հիմնարկվում։ Եվ մենք երրորդ կետին հեշտասիրություն, այսինքն հաճույքը սիրելը։ Ես հիշում եմ դարիներ առաջ Ամերիկայի մեջ տեսել էի մի հատ սլոգան, ինչ որ լոզունգ է ասում, չէ՞, սլոգանին, լոզունգ, չէ՞, որ վրան գրված էր անգլերենով if it makes you feel good do it, այսինքն եթե դու քեզ լավ ես զգում, արա, եթե դու այդ լոզունգը դրված էր, խոշոր, ես հիշում եմ, եւ շատ տեղեր դրված է, կարելի է որ դարբեր երկրներում մեջ արդեսած լինեք, եթե քեզ դու լավ ես զգում, արա, այսինքն ինչ որ քեզ լավ գցկացնե, ինչ է օրենքը, ինչ պետք է անես, ասում է որ քո ներսիթիդ ինչ որ ցանկություն ունես, դու լավ ես զգում եթե անես, արա, հասարակության նոր բարոյական կանոն, տեսնում եք, եւ մարդը ինքը դառնում է քերի հաճույքներով։ Այսօր մարդը տեսնում ենք, որ իր մոտ այնքան ժուժգալությունը պակասել է եւ նյութս խոսքս քրիստոնյաներու վրայով է սիրելիներ, որովհետեւ աշխարհի մարդը կարող է ինքը աստվածավախություն չունենա եւ իրեն մոտ գասե որ ինչ կուզեմ անեմ, մեկ կյանք ունեմ ապրելու, այդ մենք կյանքը ինչպես կուզես ապրել, կարևորը դու լավ զգաս, բայց ինքը այդ բոլորը անում է եւ լավ չի զգում, վերջարչան գժվում է մարդը, հասնում իր ուզածին եւ ինքը մնում է տխուր, թեև գարա աշխարհի ամեն փող ունենալ, անստասեր դառնա, իշխանություն ունենա եւ ամեն հաճույքներուն դեղ դա եւ ինքը կարենա կատարել ամբողջ հաճույքները եւ վերջարչան տեսնում ենք մարդը գժվում է եւ ինքը ոչ մի ցեվով ոչ ունի խաղաղություն, ոչ ունի ուրախություն, ոչ ունի ինքը սեր, սիրո բագասի մեջ մեռնում է։ Ուրեմն տեսնում ենք, որ սա այսօր արդեն գործում է քրիստոնյա աշխարհի մեջը։ Մարդը ժամանակին մերժում էր հեշտասիրությունը, հավատացյալը մերժում էր հավատքի պատճառով, որովհետև ինքը հուսացած էր ավելի մեծ բանի, որ Աստված իրենց համար, իրեն սիրողներուն համար պատրաստած էր։ Բայց տեսնում ենք, որ այսօր մարդը չի կարողանում հեշտասիրությունը զիջել, չի կարողանում զիջել եւ դրա ինքը դառնում է քերի, ստրուկ է դարձել դրա սիրելիներ։ Եվ տեսնում եք, որ ինքը անընդհատ զիջում է Աստծո խոսքը, բարձրապես որ իր հաճույքը կատարե։ Տեսնում եք, որ ժուժգալությունը պակասել է, կամքի ուժ ենք ասում, չէ՞, դա ժուժգալությունն է։ Մարդու մեջ կամքի ուժը չի կա, որտեղ մարդը ինքնին չի զսպում։ Թեև գիտե որ դա սխալ է, բայց տեսնում եք, որ այսօրվա քրիստոնյաները չեն զսպում, չեն մերժում, Աստծո վախը պակասել է, ինչպես եղբայրը գիչորը խոսել էր, դրա մասին արգ խոսենք, Աստծո վախի մասին ուրիշ առիթով։
Աստծո վախը պակասել է եւ մարդը ինքը դալիս է հաճույքներուն եւ այդ հաճույքները կարելի է բանել լինի որ ցես թվա որ դա մեղք չէ բայց առաջնորդում է մեղքի սիրելիներ առաջնորդում է մեղքի առաջնորդում է Աստծո բաժանվելու մարդը երբ որ գալիս է ասենք իր իգունը իր գործից գալիս է կամ ասենք աշակերտը իր համալսարանեն գալիս է ուզում է սենյակը մտնել ոտքերը երկարել ինքը իր հերախոսի մեջ մնա եւ դրանով ինքը ուրիշ բան չանե դա իրեն համար հաճույք է հեշտասիրություն է օրինակ այդ հեշտասիրությունը զոհում է ելել Աստծո խոսքը կարդալը դա զիջում է աղոթել զիջում է պաշտամունքի գնալ զիջում է որովհետև ինքը հեշտասիրության է դալիս եւ հեշտասիրության դարբեր դեշակները կան մարդը չի ուզում ինքը զրկել հաճույքից ինչու համար որովհետև ինքը Աստծո հերանում է երբ որ մարդը Աստծո հերանում է իր ներսիթին լինում է դատարկ երբ որ դատարկ է ինքը ջուր է ման գալիս աշխարհի մեջ եւ ինքը գալիս է կյանք ման գալիս է հեշտասիրության մեջ կյանք ման գալիս է անձնասիրության մեջ կյանք ման գալիս է արծաթասիրության մեջ եւ սա առաջնորդում է հավատքի քրիստոնեության փլուզման քրիստոնեության անգումի սիրելիներ եւ սա խոսում էր Պողոս Արաքյալ վերջին ադեններու մանավանդ քրիստոնյաներու մասին եւ խոսքը շարունակեմ 5-րդ համարի մեջ որ ասում է որ ուրեմն շտասեր քան թե աստվածասեր որոնք աստվածվաշտության կերպարանքը ունին բայց անոր զորությունը ուրացած են եւ թուն անոնցում է մեկտիր գեցիր Աստված պաշտության գերբարանքը ունին բայց անոր զորությունը կորցրած է տեսնում ենք որ այսօր աշխարհի վրա եկեղեցին անընդհատ կոմպրոմիսի է գնում անձնասերությունը արժանացերությունը հեշտասերությունը արդեն ոնց որ ընդունվում է եւ փոխվում է կոմպրոմիսի է գնում ինչու համար խոսքը մատուցվում է մարդիկ իրենք պաշտամունքներնում են բայց իրենք այլևս ոնց որ եկեղեցին հավատքը գործնում է որ Աստված մարդուն գարա փոխել եւ ազատագրել այդ վիճակներից զորությունը ուրանալը որ մեկն է որ զորությունը որովհետեւ Աստծո զորությունը մարդուն արմատորեն փոխում է դարձնում է ուրիշ մարդ անճանաչելի մարդ բայց տեսնում եք աշխարհի վրա եկեղեցին ինքը հարմարվում է ասում է վնաս չէ Տեսնում եք եկեղեցին այսօր հարմարվում է, ասում է խնդիր չէ, եթե միասերական է, միասերական թող մնա, Աստված իրեն այդպես է ստեղծել։ Անցյալ օրը խոսում էի Ամերիկայի իմ ընկերոջս հետ, ասում է որ ես մի հատ ճանաչում եմ, մի հատ քյուրիկ ոչ մի ցևով չես կարա իրեն հետ ասել Աստծո խոսքի վրայով խոսել։ Մի հատ գադագնես ինձի հանդիմանում է։ Ինքը շատ աստվածավախ մարդ է։ Քիչ իմացա, որ ինքը ապրում է ուրիշ աղջիկա հետ։ Ինքը Ամերիկա գացել է Բեյրութից եւ Ամերիկայի մեջ ամուսնացել է ուրիշ աղջիկա հետ։ Բայց ինքը եկեղեցի է գնում, շատ աստվածավախ է, շատ աստվածասեր է եւ Աստծո խոսքի վրայով գադակ չես կարա անել։ Սա խեղդագություն է, չէ՞։ Հասկանում եք։ Ինչու համար, որովհետեւ այդ եկեղեցին որ գնում է, իրեն չի հանդիմանում։ Ասում է խնդիր չէ, դու Հիսուսի եկուր։ Հիսուս լավ է, դու մնա ոնց որ ես։ Ինչու համար, որովհետև եկեղեցին գործրել է հավատքը, որ Աստծո զորությունը մարդուն կարող է փոխել։ Եվ մնում ենք այդպես, հարմարվում ենք սիրելիներ։ Նայեցեք նույնպես ուրիշ բանով ասեմ, հակ ու կապ։ Տեսնում ենք աշխարհին վրա եկեղեցիներում հակ ու կապը կիսամերկ են դարձել մարդիկ։ Բայց հարմարվում են Այսօր նույնիսկ մեր երիտասարդները փոխվել է իրենց հակ ու կապը, երթալով պակասում է, երթալով ավելի մաշկ է երևում, ավելի միս է երևում։ Բայց ես ասկի առաջ խոսել եմ մի անգամ, ասել եմ, եթե 100 տարի հետ գնայինք, 200 տարի հետ գնայինք, 300 տարի հետ գնայինք, 2000 դեր գնայինք, այս 2000 տարվա ընթացքին քրիստոնյաները միշտ ինչպես են հակվել։ Դուք բոլորդ գիտեք ինչպես են հակվել։ Կացեք նայեցեք մի հատ ինտերնետ մտեք, ինտերնետը բոլորից երկն է, ասեք 100 տարի առաջ 1900 թվականի գիներու հակուստները, չեմ ասում քրիստոնյաներու հակուստները, 1900 թվականի գիներու հակուստները, 1800 թվականի գիներու հակուստները, երբ մաշկ մորթ է երևցել, երբ միս է երևցել,
Բայց այսօր մենք կոմպրոմիսի ենք գնում, որտեղ մենք ուրանում ենք, չենք հավատում, որ Աստված այդ մարդուն կարա փոխել։ Նույնիսկ եղբայրները, բաներ, վնաս չէ, եկեղեցի թող կան, վնաս չէ, հակը բագասում է, փեշը գարջանում է, մայգան գարջանում է, երևում, խնդիր չի գա, նյութս դրա վրայով չէ, բայց դուք մտածեք ինչպես փոխվում է։ Մարդը կոմպրոմիսի, եկեղեցին կոմպրոմիսի է գնում, եւ 10 տարի հետո չգիտեմ ինչ է լինելու, 20 տարի հետո ինչ է լինելու, եթե Քրիստոս ենք ուշանա ավելի։ Փոխվում է, որտեղ Աստծո զորությունը գամած ուրանում ենք, մենք կարծում ենք, որ չի կարելի Աստված փոխել, դրա համար մենք խոսքով որ կոմպրոմիս ենք գնում, փապկացնում ենք, ավետարանը այնքան փապկացնում ենք, մարդուն հարմարվում ենք, որտեղ վախենում ենք, որ այդ մարդուն չի գործնենք։ Բայց երբեք այդ ավետարանը այդպես չէր եղած։ Երբեք ավետարանը այդպես չէր եղած, սիրելիներ։ Եվ տեսնում ենք, որ անժուժգալությունը ընդունվում է, հեշտասիրությունը ընդունվում է եկեղեցի մեջը եւ դարվում է, տեսնում ենք, որ քրիստոնեական կյանքի, քրիստոնեական հասարակության, քրիստոնեական կյանքը գնում է ման սիրելիներ։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք, որ այդ 18 գետերուն վրայով խոսիլ ուրիշ որ գլինի, բայց նյութս 3 սերերը, որ այսօր քրիստոնյա աշխարհը տանում է գործանման, բոլոր պրոբլեմներու եւ չարություններու արմատը լինելով սիրելիներ։ Միտք առնենք խոսքին վրայով, նայենք որտեղ է։ Մենք պետք է հավատանք Աստծո զորության վրա, որ մարդուն կարող է ամբողջապես փոխել։ Ամեն, Աստված օրհնե բոլորիդ, աղոթենք։